Այս բակում ծնվել եւ մեծացել է Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոս Արթուր Բաբայանը։ Ի հիշատակ հերոս Արթուրի այսօր իրենց բակում տեղադրվեց հուշաքար աղբյուր։ Օրինալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն, Հայր մեր, որը ինս ես, Սուրբիցի անունքով, եկես է արքայություն քո, եկեցին կամ քո, Արցախյան պատերազմում զոհված նահատակներից եւ մասնավորապես Արթուր Բաբայանին հիշի նրանց այն մեծ օր, երբ արքայությամբ պիտի գաս, քո ողորմությամբ խավի եղների նրանց մեղքերը, լույսով պայծառացնում նրանց սրտի հետ միասին, որոնք քո աչակով պիտի դասվեն, որովհետեւ դու ես բոլորի Տերն ու Արարիչը, ողջերի եւ մեռելների դատավորը, եւ քեզ է տայելում փառքը, իշխանությունն ու պատիվը այժմ եւ մինչդեռ հավիտյանս հավիտենից ամեն։ Արթուրը ոչ միայն լավ զինծառայող էր, Արթուրը նաև լավ ընկեր էր։ Արթուրին չսիրել, չհարգել ուղղակի անհնար էր։ Արթուրը լավ սպորտսմեն էր անգամ, աշխույժ, էներգիայով լիքը, ինքը չէր սիրում պարապ նստեր մի րոպե, ուզում էր անընդհատ մի բան ստեղծեր, մի բանով օգուտ տար, թե ընկերությանը, թե նաև բանակին։ Ինքը անձնվիրաբար էր ծառայում ուղղակի։ Անձնվիրաբար էլ իր կյանքը նվիրեց մեզ, մեր բոլորս ապրողներին, հայրենիքին, իր հողին։ Ես Արթուրի անմիջական հրամանատարն եմ եղել, ես արդեն մի տարուց ավել իրար հետ ծառայել ենք։ Ոչ մի անգամ, ոչ մի գործողությունից հրաժարվել չի եղել, միշտ առաջիններից մեկն է եղել ինքը, որ դուրս է եկել շարքից մասնակցելու բոլոր գործողություններին։ Արթուրի զոհվելը մեր խմբի յուրաքանչյուր անդամի ու բոլոր զինակից ընկերների համար մեծ կորուստ է։ Ինքը կարամ ասել, որ չի զոհվել, ինքը մենք քանի բոլորս կենդանի ենք, շնչում ենք Աստծո տված օդը, ինքը մեր մեջ միշտ ապրել է։ Այսօր եւս մի հերոսի հուշարձան բացվեց, հուշակար բացվեց Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ցավոք, որ մենակին որդին չի, դեռ շատ մայրեր պետք է լան ու ողբան, իրենց զավակների ճամփաներին նայելով։ Արթուրը ծնվել մեծացել է Արտաշատում, ապրել է այս տարածքում, զորակոչվեց բանակ, ծառայեց Լեռնային Ղարաբաղում, ծառայությունից հետո նորից երևի հայրենիքի կանչով նորից անդամագրվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժեր, ծառայեց ընդդեմ, մինչև զոհվելը, մինչև վերջի շունչը ծառայեց հայրենիքին։ Եվ արդեն այս Խաչքարն ասում է, վկայում է նրանում, որ Արթուրը զոհվեց հերոսի մահով, զոհվեց իր ընկերների, մեր բոլորի կյանքը փրկելով, ինչ ասեմ, սովորական երիտասարդ էր, համեստ, բարի, ընկերասեր,
հուզմունքը չի թողում, որ երկար բաներ ասեմ, բայց կասեմ, որ այսօրվա դրության հպարտության զգացում կա իմ մեջ, քանի որ իմ որդին հերոս է, իմ որդին զոհել հանուն մեզ, հանուն մեր երկրի, հանուն Հայաստանի անկախության։ Կռիվեր մենք էլ ընկանք, սուք է ամենում, խոցվել է Հայաստանս, միշտ է ընթանում, ներեկնես, որ զոհեցի, ուրիշ էլ չկար, ներեկնես մայրես, սգավոր մայրես,